Սուր աղիքային վարակի ախտանիշներով, փորացավով և ջերմությամբ 3 օրում 15 երեխա է Գյումրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվել Տիրամայր Հայաստանի կենտրոնից։ Առաջի պացիենտը շտապ օգնությամբ է եկել։ 27 սան ունեցող բարեգործական, կրթական և կրոնական այս հաստատությունից առաջին երեխան հիվանդանոց է տեղափոխվել երեքշաբթի։ Հետո եկան իր քույրիկ եղբայրները և երեք նորից երկուսը։ Հոսպիտալացված երեխաները 8-ից 12 տարեկան են, նրանց վիճակը բավարար է, ասում է Գյումրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչը։ Բավականին լավ են երեխաները, դրական դինամիկայով են, ստանում են համապատասխան բուժում։ Ես մտածում եմ, որ այստեղ բակտերիալ աղիքային ինֆեկցիա է գնում, բայց պիտի սպասենք լաբորատոր անալիզների պատասխաններին։ Կասկածը, որ երեխաները հնարավոր է թունավորվել են ջրից, հերքվել է, Հայլուրի Գյումրիի թղթակցին ասել են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Համաճարակաբանական ուսումնասիրություն, նմուշառումներ, հետազոտություններ են արել, ջուրը մաքուր է եղել։ Լաբորատոր փորձաքննություն են արել, պարզելու երեխաների ինքնազգացողության կտրուկ վատանալու պատճառը։ 3-ից 5 օրում կլինեն պատասխանները։ Բազմապիսի սննդամթերք են օգտագործել, մանավանդ որ դա այնպես չէ, որ հիմա կերան անմիջապես հիվանդությունն ի հայտ է գալիս։ Հիվանդությունն ունի նաև գաղտնի շրջան, որը կարող է տևել մի 2-4 ժամից մինչև իսկ 2-3 օր։ Այնպես որ այդ ընթացքում տարբեր սննդամթերք են օգտագործել։ Տիրամայր Հայաստանի կենտրոնից քույր Նարինեն Հայլուրի Գյումրիի թղթակցի հետ զրույցում բացառել է, որ կենտրոնի սննդից լինի երեխաների փսխումների, փորացավերի պատճառը։ Ենթադրում են, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է կենտրոնի բարերարներից մեկի տարած թխվածքն ուտելուց հետո։ Էդգար Ղուշչյան, Ալեքսանդր Սարգսյան և Նորայր Հակոբյան, Հայլուր։